Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այսօր օրս շատ վաղ եմ սկսել, որովհետև շաբաթ օրը ես տանն եմ ու այնքան շատ պլաններ ու գործեր ունեմ, որ ասեցի ավելի լավ է մինչև կեսօր քնելու փոխարեն մի քանի ցավի վտ կոտրեմ, բայց մեր տանը չեմ արդեն իսկ, եկել եմ նավուր, մամայիս մոտ, եկել եմ լիքը փիփորթունի, ովքեր շատերն ասում են փիփերթ, բայց դե ես դամաշնիկով եմ եկել, ստեղ եկան մի կալոշ եմ գիտնում հագնեմ, գնացինք, Գես ինչ կա չկա ստիհեք ու առաջանանք, հիփորթ մահանա, մամայայի գոլովակ, Ջուլիետա, պրիվետ, խեր, Եղջիխի, Հաչկից էր, թինչից էր, քանի տարյապա հանանք, սառաչի դեպքան, սովատ իսկերտում ուտի, խոտնուտի, եկա տղա, սացկեր. Շատ գելեն, ապսուս չի բա, Ինչ հանամ դե, հա դե ինչ տեսան է, Եթին ճուպերին պահել եմ ես քանշին է, լավնին, լավը, գոն եկին են մնացածը, Լավն է, իրեքն էլ եկել եմ տղր ստակված, ռվոտիս էլ, համ կերն են կերել, համ խոտ, Նտարհանում ես տիեք, փիփորթ քաղեմ, տանեմ, քանի տաննեմ, խաշեմ, սառնարան տնեմ, Ավեսանը, մեծ աղտիրեն ինչ ար, օտնության է, խիչ էլ բա մի աման պիրել, Դե հկրնտակած կտանեմ նավեսի տակին կհնդրեմ, Ժողովուրդ, այս հսամիտ հասախ ու արանքն էլ բանա, մսիայանքնա, թու, հլա ինչքան առողջ տեսք ունի, ինքը ընդհանրապես դժվար աճող, որ ցավ տալիս է, չես կարամ հետ բերես, լրիվ փչանմա, փիփորթն էլ հու փիփորթ չի, որ տնակ ես ինչ փիփորթ է, Էլ որն ասեմ, էլ որը, մայրիկիս ծաղիկնին ցույց տամ, փիփորթը ցույց տամ, ցանքսերը ցույց տամ, ջերմոցը ցույց տամ, արմատով չենք անում, որ մի տարի այնքան շատ էր մաման ջղայնացած արմատով դուրս էր տալի, ինչքան ցանքս ուներ, սաղի արանքım դուրս էր եկել ու խանգարում էր, դեն ինչը որ չես ցանում, ավելի լավա չէ աճում, այսինքն համարվում է հողի զավակը ու ավելի շատ աճում, մեծ աճում, փարթամ աճում, այ այսպես, հավաքեմ, տանեմ ընդեղ կնստենք շատ որով կմաքրենք, դանակ ունես բատատ, Որով հալին տղա, ես կանանչներ են էլ գոհ, հետը կքաղեմ, սաղ կտանեմ, Լավ են հանամ, Դրանք բայց փիփորթը մամային ասես տակրով չհանես, դրա համար կտրմամ տենակով, քիչացել է երևի, Մանակ խոտու պյանջար եմ ածա, ես ուզատ չեմ ածում, Պամիդորներին լավ ոնցած խեղտում պամիդորիկներին, ես պամիդորի շիթիլա, սացի, ես ինչ լավ նաստին է, դա Սիրելի հետևորդներ, երևի թե այդքանն արդեն բոլա հուսախ քաշտվաստան իլ չտենք, Գևորգ կերտեն մեզ սիշպենի, քանի հիշում եմ մի բան էլ ասեմ, արագ, ճիշտ է, YouTube-ում նկարահանումներն անում եմ, Եվ ինձ համար, եւ ձեզ համար, որ դուք էլ նայեք, տեսնեք ու սիրով իհարկե նայում եք, ստինստեմ նոր խոսամ էլի շվակում, հա։ Գիտեմ, որ իմ հետևորդների 99%-ը հավանում են։
նկարված սոլովակները, այլապես այս գործը չէինք շարունակի։ Ու շատ ուրախ եմ դրա համար, որովհետև մեկնաբանություններս եւս, եթե 1000 հատ դրական մեկնաբանություն ունեմ, կարող եմ մի հատիկ բացասական ունենամ, էտելա բնական։ Ես ընդունում եմ։ Իհարկե հսկողությունը կա ալիքում, որ ինչ որ մեկն իրան չգա այդտեղ լավը զգա, ինքնահաստատվի, որովհետև դա իմ երկրորդ տունն է, իմ երկրորդ ընտանիքն է, որտեղ ես եմ ընտրում ընտանիքիս անդամներին, ովքեր որ բարին կամենալով են գալիս ու բաժանորդագրվում ալիքիս, սրտաբաց ընդունում եմ, իսկ ում չեմ ուզում, ինչ եմ անում, բլոկում կամ ջնջում եմ, հեռացնում եմ։ Եվ ինչու այս թեման բացեցի այս սիրուն տեսարանում, որովհետև կադրում տեսակ տատիկս կեսից կռացած գործ է անում, ու իրան այստեղ ոչ մեկ չի ստիպել ասել արի գործ արա, իրան այդ գործն է պահում, թեկուզ այ այդպես կեսից կռացած, որովհետև սաղ կյանք ոչ աղկնիկ ա եղել ու հիմա նստած սիրտը ճաքում է։ Ասում են շվակի տակից դուշ չկես, աչքերն իմ պահում ու վստալով չափարը, երկու ալայել բուկեմ բանայելի։ Իսկ ով որ քննադատում է, որ այդ կնիկը մեղքը չի, կիսեն կռացած բնեցնում եք, ածեր ինչ գործն է։ Զոլ ղաստիել բնեցնում ենք, լավ ենք անում։ Դա ընդհանրապես ծեր խնդիրը չի։ Սա մեր ընտանիքն է, ու մենք ենք որոշում ինչ անենք։ Չեք հավանում, ձեզ դուրս չի գալիս։ Գնացեք ձեր գործին, էլի այքեսպեան։ Քանի անգամ լսել եմ գողքից, որ վայ այդ կնգան չարչարում եք, բան ասեմ, դե ոչինչ, հիմա մարդիկ այդ կարծիքին են, բայց բոլ բավական էր էլի, դուրը չի գալի, նայել մի այ մարդ։ Զորով այն հստիպել եմ տան տակիսն ասել, դյուսի չարչարվի իմ համար փիփորդ քաղի, չէ որ չէ, կար ասել ոչ պիտի քաղես։ Ես սկզբից այնպես խոսք սկսեցի, որ բոլորիդ հասկանալի լինի, որ ինչ որ մեկը գա ձեր տուն ու ձեզ հրամաններ տա կամ իր կարծիքն ասի, ձեզ դուր կգա, բնականաբար ոչ, սա իմ երկրորդ ընտանիքն է, ես եմ ընտրում իմ ընտանիքի անդամներին։ Կարծում եմ ոչ կոպիտ պատասխան տվեցի ձեզ, դնջացեք։ Սիրելի հետևորդներ, ինչքան հետևորդ որ ունեմ, հեռախոսը ձեռս ման չեմ եկել, չեմ կիսվել ու այսպես հատ-հատ բաժանորդագրվել չեմ տվել հետևորդներիս, բոլորն ինքնակամ YouTube-ը այդպիսի հարթակա շատ դժվար է հետևորդ հավաքելը ու շատ-շատերն էլ հետևորդներիս իմ նման սրտատրոփ սպասում են այդ 100,000-ին, ես իմ ինչեր ինձ չի տալու այդ 100,000-ը, ալիքիս հնարավորությունները մեծ նոր դռներ չի բացել ուզում եմ ասեմ, բայց այն սահմանաչափն է, որը որ քեզ արդեն լիարժեք համարում է YouTube-յան ալիքի տեր, այն սերեբրյեննի կնոպկեն, որ ստանում ենք, դա մի ոնց որ սովորես ու դիպլոմ ստանաս, այ այդպիսի մի բան է, YouTube-ը քեզ նվիրում է, համարում է իր լավ աշխատողներից մեկը ու դա քեզ ավելի է ոգևորում, ավելի է ոգեշնչում։ Հիմա մի քիչ կանաչ քաղեմ, երկու թուփել մարոլ պոկեմ, ժողովուրդ մեկը գրել էր, չես էլ հմանչում եկար մամայի չփարից սախ կանանչին տարար։ Չորանը մա այդքանը չի հասցնում օգտագործի տիկին ջանկներ ես էլի որ մամայից կանաչի եմ տարել։ Հիմի հիլ կանա ստանա։ Ժողովուրդ մի հատ տնանքլա ջերմոցն ինչ վիճակում է։ Հայրիկիս պապայիս սարքած ջերմ։ Հա, միացրում եմ։ Ահա, լավ մեծացել են ծիծակնիտ, Անահիտ, շատ քիչ, դե խուրդ այա, ես ինչ շոք, հատյուրը պյացիլ անը, ես էլ են սոխերն անցած հոլովակում ծույց եմ տվել, տեսեք այ եսպես գլուխ է տվել, իմ բոյին է տերել, մարոլները, կանաչինները, աստեղ, ստիմանակ ծիծակ, ամամ, հա, ծիծակ բիբար, ես էլ, են որ ասում եմ եկա կանաչի տարա, տեսեք, մարդաբոյ է հասել, չորացել, այսպես ինքը սեր մատալու, թապվելու է, մաման չի պոկի, որ նորից մյուս տարի առանց ցանել վաղտ, մինչև նոր ցանածը դուրս գա, սա արդեն ինքն իրանով սերմ տա, լոբի, կուկուրուզ, գաղամբ, կարտոֆիլ, վարունգ, ծիծակ, սող, սխտոր և ինչ ասես։ Են էլ ղոչաղ մամայու տատիկ։ Ապրեք, բայց բոլա էլի։
Այսինքն եթե դուք էլ դեք տնիլ էլ քաղենք, եթե թուփ չիլիլ մի էփիլ իլի երկու տոպրակ էլ տնեմ բոլա էլի դե ինչ հաբա ինչ եմ գիտեմ Իկու հատել մարալ պուկեմ Տեսեք էստեղ էլ ասոխը Ման բայց սողանն է սյուր ասը հկիլուղ սրմ տալի Էսը սերմի համար չի ցանել, բայց ես ինչքան ապարթամ հլասդուր։ Պետք է սերմ չտան ժողովուրդ, որ արմատը տակ գլուխը մեծանա։ Հիմա սրանք սերմ են տալիս ու ամբողջ ուժը գալիս է այս սերմին։ Պետք է մաման ասում է պետք է գլուխները պոկենք, այսինքն սրանք սա պոկենք։ Բա գլուխը չէր, աղջի, լայս ինչ արի։ Լավ սել տանենք։ Աբա։ Ոյ, լի ծռնապ հետ լի դգենակ։ Ինչեր ունենք, հա, սխտորն արդեն դեղնած, կարտոֆիլն արդեն ծաղկած, եթե թու, աստված չանի, կարկուտ գա, ամեն ինչ ես բերք ու բարիք սաղ չորացնելու յա ու հավասարեցնի գետնին ու գյուղացին մնա, կողքին նստած շվարած։ Երկու հատ էլ մարալ բուգեմ տանեմ, սալատ սարքեմ։ Մամը, մարոլ արմատով, թե կտրեմ, հա, դե հանեմ, ոյ մի հատը բոլա, թե մինն էլ, հալյավ մինն էլ, ուզում չեմ ջիբս գիցի, դուս է առել, հա, բալավ է, Արմատը կտրեմ, որ պստեղի ծողը կաշ չտամ, իծակար ասցնեմ, տողքի վատ թևերն էլ այսը, այս էլ մարոլիկը, լա տեսեք ես ոնց է, կաթը դուրս անում, այս է սոխը, ստեղ ռեհանները, ծաղիկների բութոմը, սիրուն գունավոր ծաղկանոց է, ենտեղ էլ վարունգն էլ մարկով է ջրում, կցում է մարկը, այդպես ձերքին չի ջրում, որովհետև վարունգի թևերը խեղճ են ու որ վրան ջուր է դառնում, իրանք ցավ են ընկնում, լավ չեն աճում, վարունգը պիտի ջրես տակից, ինչպես մամաս անում, իր այգին է, Մարկը փոխեմ խիարի։
Ցեցին ես մի մարկ։ Անմա սիրում տրամվես։ Հա։ Եդովել ես ցանել վարունգ։ Որտեվ մեծել կա կուջուրել։ Լավ ստիպնեմ որ խանգարի ոչ մնացածին։ Դե բոլանանք։ Հոպա։ Քաղելը բրծանք, բայց ովքեր երկար հոլովակեն սիրում ասեմ, որ ես դրանցից հա, որովհետև մեկ էլ տանում ենք ծածկի տակին, շվակ մնստենք ու հնդրենք։ Այ դա է, բրաղ եմ ոչ ապսուզա, քաղել ենք։ Ես բոլորը փիփորդ չի էլի, բայց գինձու սամիթ էլա։ Համեմ և սամիթ։ Ահա, քեցինք։ Այ հեմի քեցինք։ Ճմճմատալա քնեմ եմ։ Ստի էլ ծաղիկ մաղիկ ունի եմ, ամային է քանը չեր։ Ես իչքամ շատ ասմա թե քիչ է։ Թինգիր։ Ոյ է։ Առողջություն, արևիցներ։ Տապին ենք վերածեմ։ Լավա։ Կիմաս ոնց է, օրինակ սղը կարող ես սպուկ ես կրճոցնաս ես, բայց ես կրճոցնաս ոչ, որը փափուկ այն հիլակենը։ Ինքն էլ կտորին օրտազնոց է, որ եդով էլ չրչարու ես ոչ։ Ահա։ Չես հանում ինը։ Ուկը, ասա ալո, պրիոմ։ Խոսա։ Ժիրի չարա, լայինա ձան։ Նովա խշտուցնում ընդի, տատիկը։ Էինա։ Ջանի։ Գիտմաս որ նրան նախ ուսումնասիրում խամզատը խամպեն ես քթելինա ջան դու վեր մեծան ես իրար հետ վլոգ դենք նկարիլ հա Սիրելի հետևորդներ, վերջապես մի պլյուլփի փորթու կանաչին հնդրեցինք բրծանք, լցրի տոպրակնին, որ գնամ, խաշեմ ու դնեմ սարցարան։ Դե այդ արդեն կադրում չի երևա, ուղղակի ասում եմ, ինչ ենք անում, շատ խաշել թթվածուների նման պետք չի, երման ջրի մեջ ենք լցնում, մի հատ խառնում, այնքան որ թուլանա, հանում ենք, թողնում ենք քանվումա ու հովանալուց սարչելուց հետո լցնում ենք մեկ անգամյա օգտագործման տոպրակների մեջ ու լավ սիրուն տափակացրած դնում եմ սարցարան։ Հետո սովորական հանում կարտոֆիլի հետ ապուր սարքում։ Ձմեռվա մի քանի օրվա գոյության հարցնել լուծեցինք։ Հիմա մի հատ է սուրճ ենք խմում ու ես գնում եմ տուն, որովհետև արդեն կեսօր դարձավ ու ինչպես սկզբից եմ ասել, լիքը գործ ունեմ։ Տիրան Լավանանք ու գնանք սուրճ։ Մամային էլ մեղվի գայդի իշխատում է։ Ոյ, սաղորը վազատալի։ Սաղորը։ Մատներս կանաչ էլա, ես էլ էսօր նկարահանյա։ Միլան բտի տովրը չեմ ուրեմն։ Լավա գոնե ջուր կոք։
Մի հատ էլ տնանք լևնա, նոր տանանք մնացած։ Իհարկե լավնա։ Օպաս։ Սիրելի հետևորդներ, այսքանով ձեզ հաջողանեմ ու հոլովակը համարեմ ավարտված, բայց օրը դեռ շարունակվում է ու չգիտեմ ինչքան այսքան երկար գործեր կան անելու։ Կարծում եմ բոլորիդ էլ պարզ է, թե գյուղացին ինչ գործերով է զբաղվում, ում էլ որ պարզ չէր ու հիմա սկսել է նայել, նրանց եւս պարզ դարձավ, սել պապայիս սարքած բասեին է, էլի ովքեր նոր են միացել, իր ձեռքով սարքած թորների հիմար մղագմը բասեին։ Ես էլ տեղ եմ ման գալիս, որ բասեինով տեղ լինի գնանք հրաչից ծնոնդը հուլիսին նշենք, բասեին նստի։ Մամայիս այգին, սիրուն, կանաչ, եղանակը տրամադրող, շատ հաճելի եղանակ, այնպես որ տներից դույս եկեք, գործ արեք, ղոչաղ գցեք։ Ովքեր նոր են միացել ալիքիս բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս, գրեք մեկնաբանություններ, իսկ ես սիրում եմ բոլորիդ։ Մնացեք բարով։